ամեն։ Սիրելիներ, այսօրվա ավետարանը այն գեղեցիկ մասերից է, երբ որ մեր Տերը շատ գեղեցկորեն, շատ նրբորեն, շատ հնչորեն մեզ ներկայացնում է իրեն։ Նախ մեզ ներկայացնում է մարդկային էությունը, ապա ներկայացնում է իրեն։ Ինչպես? Երբ որ հացի բազմացումից հետո մեր Տերը ծովի վրայով քայլելով, անցած կիրակի մենք հիշում ենք, թե ինչպես մեր Տերը ծովի վրայով քայլում էր, փոթորիկ էր, եւ առաքյալների հետ նավ է մտնում, անցնում լճակի մյուս կողմը։ Ավետարանիչը նախ իր միտքը շարադրելուց առաջ բազում կերպ հիմնավորում է այն փաստը, որ մեր Տերը ոչ թե նավակով, այլ ծովի վրա քայլելով գնաց։ Եվ ապա այն հրեաները, այն բազմությունը, որը որ կերել էր այդ հացից, փնտրում է նրան, հետևում, գտնում եւ ասում, երբ եկար այստեղ։ Եվ մեր Տերը, չնայած որ այդ բազմությունը թվով ավելի քան 5000 կերակրվել էին, տեսել էին այդ հրաշքը, բայց չէին անդրադարձել, թերևս այդ հրաշքը մոտ էր միայն առաքյալներին, այսինքն առաքյալների մոտ էր կատարվում, մեր Տերն ասում է, ոչ թե նրա համար, որ տեսաք եւ հավատացիք, այլ քանի որ կերակրվեցիք եւ հագեցաք, դրա համար է, որ ինձ փնտրում եք եւ ավելացնում է, գնացեք եւ ջանք գործադրեք, քրտիկ թափեք, ոչ թե այն կերակուրի համար, որ մարդը կերակրվում եւ նորից սովածանում է, ոչ թե այս աշխարհի կերակուրի համար, այլ հավիտենական կերակուրի համար։ Հրեաները բնականաբար հիշեցին մանանան, որ Մովսեսի ժամանակ երկնքից գալիս էր եւ անաշխատ Աստծո կողմից եկող երկնային մի հաց էր, որ կերակրվում էին։ Եվ նույն հարցն են տալի, թե արդյոք ինչ է այդ հացը, միթե Մովսեսի նման մանանա պիտի բերես երկրից, եւ մեր Տերը նորից շեշտում է։ Կարդում եք, չեք հասկանում։ Մովսեսը չէր, որ ձեզ մանանան տվեց, Մովսեսը չէր, որ Կարմիր ծովը բարձրացեց, Մովսեսը չէր, որ դառը ջրերը քաղցրահամ դարձրեց, Մովսեսը չէր, որ երեկոյան կրակի սյունը, իսկ առավոտյան ամպիսյունն էր առաջնորդում, այլ Աստված է, որ այդ ամենը տվեց, իմ հայրն է, որ երկնքից տվեց։ Եվ հրեաներն ասում են, տուր մեզ այդ ճշմարիտ հացը, որ երբեք չսովածանան։ Եվ մեր Տերն ասում է, որ ինքն է այդ ճշմարիտ հացը։ Ճշմարիտ հացը, որ եթե մեկը ուտի, պիտի չսովածանա։ Այսինքն նախ 5000-ի մոտ պատարագի խորհրդի նախաօրինակն է այլաբանորեն կատարվում, երբ որ սնվում են 5000-ը առաքյալների միջոցով Աստծո կողմից տրված նյութեղեն հացով։ Ապա մեր Տերը բառացիացնում է, որ դա ինքն է իր մարմինը եւ իր արյունն է, որ տրվում է մարդկանց, որից որ եթե ուտենք, չի պիտի սովածանան։ Եվ այստեղ բնականաբար խորհուրդն է, ինչպես ասեցի, սուրբ հաղորդության եւ սուրբ պատարագի։ Խորհուրդը այն, որ ինչպես մի ժամանակների սկզբում մեր Տերը ասեց, թող լինի եւ եղավ։ Եվ նույն կերպ իր մարմնացած ժամանակ ասեց, սա է իմ մարմինը, սա է իմ արյունը, եւ եղավ։ Եվ առաքյալները հաղորդվեցին, եւ մեր Տերն առաքյալներին ասեց, այսպես արեք։ Եվ առաքյալները փոխանցեցին իրենց հաջորդներին, նրանց, ում որ իրենք ձեռնադրեցին,
Եվ այդ ձեռնադրության հաջողականությամբ այսօր միջև հայ առաքելական եկեղեցի, միջև ժամանակների ավարտը։ Եվ մենք հավատում եւ հավատացած ենք, որ մոտենալով հաղորդությանը Քրիստոսի մարմնի եւ արյանն ենք մոտենում որպես հաղորդություն Աստծո հետ, որպես մեղքերի թողություն։ Սակայն հաղորդության մոտենալը շատ իր գեղեցիկ օրինակը ունի Սեմնացանի աղան։ Ամեն մեկն է գալիս է եւ հաղորդություն է ստանում։ Բայց այս հաղորդության սերմը մեկն ընկնում է ճանապարհի վրա եւ գալիս են եւ սրտից հանում թրջունները, տարբեր աշխարհի մտածումներ, հոգսեր, անփութությունը։ Եվ այս հաղորդության սերմը երբեմն ընկնում է քարերի մեջ, ապառաժ դարձած սրտի, քարացած սրտի մեջ, այն սրտի, որի մասին, որ մեր Տերը Աստված ասում է, ձեր մեջից պետք է հանեմ այդ քարեղեն սիրտը եւ մարմնեղեն սիրտ պետք է լինի, փափուկ ավելի սիրտ։ Եվ մենք գիտենք, որ այդ սերմներից մեկը ընկնում է միտեղ, որտեղ թեև հող կար, բայց քիչ է, ծլարձակում է, սակայն չորանում։ Միտեղ էլ սերմը ծլարձակում է, բայց մոլախոտի պատճառով չի կարող հասնել։ Եվ մի պար հողի մեջ է տալիս է սերմ, հաստ, բայց այս հողի հաստներ տարբեր է։ Մեկի սրտի մեջ 30, մեկի սրտի մեջ 60, մեկի սրտի մեջ 100։ Բոլորս էլ մոտենում ենք հաղորդությանը, ինչպես առաքյալները Քրիստոսի ձեռքից հաղորդություն ստացան։ Բոլորն են։ Բայց ամեն մեկս հաղորդվում ենք յուրովի, մեր սրտի, մեր հոգու, մեր պատրաստվածության աստիճանով, ինչպես առաքյալները վերնատան մեջ հաղորդություն ստացան, բայց միայն երկուսը հետևեցին Քրիստոսին, մեկը քահանայապետի տան մոտ 3 անգամ ասավ նրան չեմ ճանաչում, բայց հետևել է իրա, եւ մեկը խաչի մոտ հետևեց մինչև վերջ եւ նրան ասվեց, որդի, ահա մայր քո, Հովհաննես Ավետարանիչը։ Ուրեմն սիրելիներ, երբ որ գալիս ենք եկեղեցի հաղորդություն ստանալու, նախ պետք է այս խորհուրդը մեր սրտի մեջ լինի։ Մենք տեսնում ենք, որ պատարագի զգեստների մեջ, պատարագիչի զգեստների մեջ կա սպիտակ շապիկը, որը որ օրինակն է մաքրության, հոգու մաքրության, որ ամեն մի հաղորդության մոտեցող պետք է լինի, զղջալով իր մեղքերի համար, զղջալով իր գործածի համար, մոտենալով պատարագի։ Ինչ է պատարագը։ Ոչ այլ ինչ, քան այստեղ բոլոր հավաքվածներս դպրած դասի, սարկավագի, քահանայի հետ խնդրում ենք Աստծուն մեկ բան, այն ընծաները, որ Սուրբ սեղան է բարձրացվել հացը եւ գինի, ժողովրդի ընծաները, որպեսզի Սուրբ Հոգու միջոցով դառնան իր մարմինը եւ արյունը եւ դառնում են յուրաքանչյուրի համար յուրովի։ Մեկի համար դառնում է, մեկի համար չի դառնում։ Եվ մենք էլ արժանի լինենք հաղորդվելու մարմնի եւ արյանը։ Եվ այս խորհուրդը մենք հիմնովին ընկալենք։ Ինչպես ասեցի, պետք է ապաշխարությամբ, զղջումով, մեղքերից ազատվելու ցանկությամբ մոտենալ հաղորդությանը, ոչ թե արժանի ենք կամ արժանում ենք հաղորդության եւ մեր սրտերի մեջ ոչ թե մտածենք, ահա այս արել եմ, ուրեմն արժանի եմ մոտենալ հաղորդության, ոչ,
այլ մոտենանք հաղորդության որպես անհրաժեշտություն։ Քննենք մեր սրտերը, ամեն պատարակ հաղորդություն ենք ստանում։ Օրվա մեջ 10 անգամ պատարակ լինի, 10 անգամ հաղորդություն կստանանք։ Ամեն օր պատարակ լինի, ամեն օր հաղորդություն կստանանք։ Հարց տանք ինքներս մեզ, սա սովորություն է մեզ համար։ Սա դարձել է մեզ համար ինչ որ մի ձև հրեականություն, այսինքն տարի կատարում, որի համաձայն ասեմ, թե ես այս բաներն արեցի, օրենքը կատարեցի, ուրեմն փրկվեցի, թե մեզ համար անհրաժեշտություն է։ Եթե մեզ համար անհրաժեշտություն է, ինչ ենք անում, որ այս անհրաժեշտությունը կարողանան որոշ չափով Աստծուց արժանավորություն ստանալ։ Մեր Տերն ասում է, երբ որ գնում ես դատավորի մեջ, եւ վեճում ես ընկերոջ հետ, նախ ընկերոջդ հետ հաշտվիր, որովհետեւ եթե դու ես պարտապանը ընկար դատավորի ձեռ, դատավորը քեզնից բազմապատիկ պիտի հանի։ Եվ մենք գալիս ենք եկեղեցի, երկդային դատավորի մոտ հաղորդություն ստանալու, եթե մեկս մեկի հետ անհաշտություն ունենք, պիտի հաշտված լինենք։ Մանավանդ, եթե մենք ենք մեղավորը, պիտի կարողանանք հաշտված լինել։ Իսկ եթե մենք մեղավոր չենք, դիմացինն է, ենթադրենք մեղավոր։ Ենթադրենք, ապա պիտի կարողանանք մեր սրտի մեջ հաշտ լինենք նրա հետ, խաղաղ լինենք նրա հետ, դրա համար պատարակի ժամանակ ողջույն ենք տալիս միմյանց, նշան հաշտության միմյանց հետ եւ ոչ թե աղմուկի եկեղեցու մեջ։ Իդեպ եկեղեցում առաջնությունը տղամարդկանց է տրվում, հետո նոր կանանց։ Եվ ուրեմն այս հաշտությամբ, սրտի մաքրությամբ գալով Աստծո մոտ, մեր պարտքերը լուծելով մեր հարազատների հետ, գանք որպես անհրաժեշտություն հաղորդությանը։ Եվ եթե մեր համար սովորություն է դարձել, թերևս հետ կանգնի։ Թերևս մի քիչ հեռու մնա, որպեսզի մեր սրտի մեջ այդ կարոտը արծարծվի, Աստծու անհրաժեշտության։ Եթե այսպես լինի, վստահ եմ, մարդը, որ եկել է պատարակի ժամերգության եւ կես ժամ կա, որ պատարակը պիտի սկսի, չի նստի եւ չի իր ընկերու հետ չի խոսի։ Սիրելիներ, սերը ինչու է կարանում, որպեսզի դիմացին մեղքի չտանել, դիմացի հանդեպ սերը։ Եվ եթե մենք մեր քրոջը եղբորը սիրում ենք եւ պատարակի ժամանակ կամ պատարակից առաջ եկել է մեզ հետ զրուցելու, մեզ հետ որ ուզում ենք կենտրոնանանք պատարակի մեր փոքրիկ պատրաստվածությունը բերելու համար եւս կես ժամ եւ ինքը եկել է որպես գործիք ուզում է մեզ խանգարի, սիրով նրան ասենք այն մարդությունը, որ կա թե ետևս անցի սատանա, չէ, դեպք չասենք, այդպես փոփիկ չասենք, բայց իրողությունը կարող է հենց այդպես է, պատրաստվենք պատարակի։ Հաղորդություն ստացանք, մի հոգևորական այսպես է գրել իր հուշերի մեջ, երբ որ դեռ նոր է ձեռնադրված, ասում է, այս բերանը, որը որ Աստծուն ճաշակեց, այնտեղ ավելորդ պատար չի մտնելու, այնտեղից ավելորդ խոսք դուրս չի գալու։ Իսկ բազում բերաններ մինչ պատարակի գալը, ավելորդ ենքան խոսքեր են դուրս գալիս, հաղորդություն ստանալուց, դեր դուրս չեկած, ավելորդ ենքան խոսքեր են դուրս գալիս, մեկը մեկի հետ զրուցելով եւ այլ, սիրելիներ, այո, մենք համայնք
Շաբաթվա մեջ 6 օր մենք իրար կարոտում ենք։ Կարոտում ենք, որովհետև աշխարհում միտես հոգևոր մի բան է չկա, որ այդ 6 օրը շփված լինենք եւ չկարոտենք, այո, կարոտում ենք։ Գալիս են եկեղեցի եւ այդ 6 օր բացակայությունից հետո իրար տեսնում ենք, այո։ Ուզում ենք, ինչպես սիրտը սրտին, հոգին հոգուն, քո հավատացող եղբոր քրոջ հետ երկու բառ փոխանակից, բայց դա եկեղեցի չէ։ Դրա համար ունենք տիկնացություն, ունենք տղամարդկանց միություն, դրա համար ունենք բազում հնարավորություններ եւ պատրաստ ենք ձեր առաջարկներին, բայց ինչու մենք շաբաթվա մեջ ընդամենը 1 օր ենք իրար հետ հանդիպում։ Շաբաթը չէ որ 6 օր ունի կիրակին Աստծուն։ Այդ ժամանակ էլ համատեղ։ Ոստի նաև իհարկե եկեղեցու կողմից հաստատված կանոնը կա, որ հաղորդություն ստանալուց առաջ 9 ժամ ոչինչ չուտել եւ չխմել, ծոմ լինել, որպեսզի մարմինը տկարանալով իր զգացմունքները տկարանալով կարողանանք որոշակի ազատություն ունենանք զգացմունքներից, զգացական ազատություն ունենանք եւ մեր ոգին ավելի զորավոր լինի, որպեսզի այս ամենը հոգով ընդունենք։ Եվ ուրեմն որպես վերջաբան պիտի խնդրեմ, որ յուրաքանչյուրս մտածենք այն շուրթերը, որը որ հաղորդություն են ճաշակում, եւ ու Աստծո այն ողորմությունը, որ մենք չենք վնասվում մեր անարժանությամբ, այլ Աստված ողորմություն եւ շնորհ է անում, այնտեղ ավելորդ ոչինչ չմտնի եւ ավելորդ ոչինչ դուրս չգա։ Հարց տանք ինքներս մեզ, այն սիրտը եւ հոգին, որտեղ հաղորդության սերն է սերմանվում, ինչ պտուղ է տալիս հաղորդությամբ, դա մեզ համար սովորություն է, թե անհրաժեշտություն։ Եվ իհարկե, խնդրենք բոլորի Տիրոջը, խնդրենք ամենազոր Աստծուն, որովհետև ամեն ինչ նրանից է, որպեսզի հաղորդությունը մեզ համար սովորություն չդառնա, որպեսզի հաղորդությունը մեզ ապրեցնի եւ ոչ թե դատապարտի առաքյալի խոսքի համաձայն, թե ով անարժանաբար է մոտենում, իր դատապարտությունն է ճաշակում, այլ լինի կյանք, հավիտենական կյանք, գանք եկեղեցի ոչ թե փնտրելով աշխարհի թեկուզ ամենալավ բաները, որոնք որ բարի, այլ նախ եւ առաջ փնտրելու Աստծուն, փնտրելու հավիտենական կյանքը, որը որ Աստծով է, որին էլ որ փառք, իշխանություն եւ պատիվ, այդ եւ իր եւ ավետյանս հավիտենից ամեն։